Ինչ կոորդինատներով տեղանքով է անցնելու թրիփը, միայն հայտնի է, որ այն Սյունիքի մարզի մի հատվածն է կազմելու ճանապարհ, որը Ադրբեջանը միացնելու է Նախիջևանին։ Հայաստանի արտաքին գերատեսչությունից լրատվամիջոցներին փոխանցած տեղեկությունների համաձայն թրիփի գործընթացը դեռևս փաստաթղթային փուլում է։ Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հաջորդ փուլում պայմանագիրը պետք է կնքվի։ Այդ պայմանագրից բխող իրավական ֆինանսական հարցեր կան, որոնք ներդրումների հետ են կապված եւ դրանք պետք է հստակեցվեն։ Դա իրականացնելուց հետո կմտածենք շինարարության մասին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չինաստան հարաբերություններում դրական ջերմ հարաբերություններ են նկատվում։ Թրամփ Սի Ցինփին բանակցային գործընթացից կարելի է եզրակացնել, որ Չինաստանն ավելի շատ Միացյալ Նահանգների կողմն է բռնել, դեմ է Հորմուզի Իրանի կողմից փակ պահելուն։ Իրանի միջուկային զենքն ունենալն էլ Չինաստանը կարծես թե Միացյալ Նահանգների դիրքորոշման կողմնակիցն է։ Եթե Պեկինում Միացյալ Նահանգներին եւ Չինաստանին հաջողվի գալ համաձայնության, ես կարծում եմ, որ այդ համաձայնությունը հատկապես շոշափելու է նաև իրանական խնդիրը եւ մեծ հավանականություն այդ պարագայում կլինի, որ իրանական ուղղությամբ կլինի վերաֆորմատավորում Միացյալ Նահանգների վերաբերմունքի եւ չի կարելի նաև բացառել, որ կհասնենք որոշակի հանգուցալուծման։ Այս պարագայում ես կարծում եմ, որ կա իրատեսական սցենար, որ թրիփը կարող է այս պարագայում իսկապես ռեալիզացվել։ Ռեալիզացնել թրիփը առաջին հերթին նշանակում է շրջանցել Ռուսաստանին եւ Իրանին։ Միացյալ Նահանգների համար սա կլինի արևելքից արևմուտք բեռներ փոխադրելու այլընտրանքային ճանապարհ։ Ինչքանով է սա իրատեսական եւ ինչքանով սա իրականություն կդառնա, ես կարծում եմ կախված կլինի Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջև բանակցություններից, այնուհետեւ արդեն Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան փոխհարաբերություններից։ Հայաստանում նախընտրական քարոզչության ֆոնին օրեր առաջ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը Հայաստան էր պատվիրակել ամերիկյան AECOM ընկերության թիմին։ Հայաստանի կառավարությունը միայն հայտնել էր, որ ամերիկյան ընկերության ներկայացուցիչները Հայաստանում են մեկնարկելու թրիփի տեղանքի հետազոտման աշխատանքները։ Բնականաբար Հայաստանի իշխանությունների համար այս նախագիծը ունի բավականին կարևոր տեղ, որովհետև իրենց քարոզչության հիմքում հենց այս թեզերն են։ AECOM-ը համաշխարհային ճանաչում ունի, վստահելի համաշխարհային ենթակառուցվածքային առաջատար է։ Միջազգային լրատվամիջոցների նախորդ տարիների էջերում, սակայն կան հոդվածներ այդ ընկերության կողմից իրականացված զեղծարարությունների մասին, բողոքի ակցիաներ ուղղված այդ ընկերության դեմ։ Bloomberg-ը 2023-ին մի վերտառությամբ հոդված է հրապարակել, որ AECOM-ը համաձայնել է վճարել $12 միլիոն փոխհատուցում Կատրինա Փոթորկիի խարդախության գործով։ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության պաշտոնական էջերում էլ գրված է այդ ընկերության $11.8 միլիոն վճարման պարտավորության մասին, Փոթորկիի հետևանքների վերացման աշխատանքների հետ կապված կեղծարարությունների վերաբերյալ։ Միացյալ Նահանգների կառավարության հայցում նշված մեղադրանքների համաձայն AECOM-ի ղեկավարները ուսումնասիրել են աղետների օգնության հայտերը, որոնք պարունակում են էականորեն կեղծ նախագծային վնասների նկարագրություններ, սակայն դրանք չեն ուղղվել։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ 5 տարի առաջ այս օրերին խիստ մտահոգիչ լուրեր սկսեցին տարածվել Սյունիքի սահմանային գյուղերից։ Սև լճին հարող գյուղերի բնակիչներն այս օրերին ֆիքսեցին, որ լճի տարածքում հայտնվել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումներ։ Կարճ ժամանակ անց պարզվեց, որ պատերազմից հետո երկրի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը ռազմական դրության պայմաններում նոր սահմանի բարձունքներին հենակետի եւ դիտակետեր կառուցելու ուղղությամբ որևէ աշխատանք չի նախաձեռնել։ Դրա հետևանքով ադրբեջանցիներն առանց մեկ կրակոց արձակելու գրավեցին Սև լճին հարակից ռազմավարական նշանակության բարձունքները եւ լիճն ամբողջությամբ։ Նպատակը պարզ էր։ Ի սկզբանե հենց այս բարձունքներից է բացվում ճանապարհ դեպի Սյունիքի Սիրտ, Գորիս եւ հարակից գյուղեր։ Հետո քաղաքական իշխանությունները սկսեցին շրջանառել սահմանազատման արդյունքում կորցրած այս տարածքները հետ բերելու խոստումը։ Չկա պաշտոնական գեթմի քարտեզ, որով օրինակ Սև լճի մեծամասնությունը կլինի Ադրբեջանինը, կամ որով Հայաստան եւ Ադրբեջան խորհրդային սահմանի բարձունքները կլինեն միայն Ադրբեջանինը։ Փաստն այն է, որ սահմանազատման process-ը սկսվեց 2024-ին այն դիրքերից, որտեղ մենք ուժեղ էինք։ Այդ քարտեզները սակայն այդպես էլ չհրապարակվեցին։ Սև լճից այդ process-ը կարծես լավ հեռու է։ Քարտեզեր նշվում, քննարկվում,
Այո, բայց դրա փոխարեն հետո ունեցել ենք ձևակերպում, որը նաև համադրելով, ասենք վակուումի մեջ չի, չէ՞, բանակցություն, համադրելով այլ փաստաթղթի հետ, հիմա ես կասեմ ինչի մասին է խոսքը, այդ բացը լրացնում է եւ ըստ էության անհրաժեշտություն էլ է վերացել։ Նախ մենք ստացել ենք Ալմա-Աթայի վրա բավականին լուրջ հղումը։ Անկամ մենք չունենք այս պայդրությամբ ինչ որ հայտարարություն կամ փաստաթուղթ, որտեղ ֆիքսվել է դա, որ օրինակի համար սահմանազատում իրականացվելու է 1922 թվականի իրավիճակը ցույց տվող քարտեզներով կամ 1975 թվականի Փաստն այն է, որ ադրբեջանցիների առանց կրակի ստրատեգիական բարձունքների գրավումը Սև լճի հատվածում հանգեցրեց նաև սոցիալական հետևանքների։ Այսինքն առաջացավ ջրի հասանելիության խնդիր, ինչը կենսական նշանակություն ունի հարակից բնակավայրերի համար։ Վերջին տվյալներով Սյունիքի բնակչությունը 21-ից 26 թվականներին նվազել է 12.2%-ով։ Սա էական թիվ է ըստ մասնագետների, առաջնային պատճառը հենց սահմանամերձ գյուղերի դատարկումն է, որն էլ սկսվեց հենց Սև լճի գրավումից եւ շարունակվեց դոմինոյի էֆեկտով։ Չինական լրատվամիջոցները գրում են, որ հաջորդ շաբաթ մայիսի 20-ին սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեկօրյա այցը Պեկին։ Պուտինի նախորդ այցը Չինաստան տեղի է ունեցել 2025 թվականի օգոստոսի վերջին։ Չինաստանի նախագահ Սի Ցինփինը դրական է գնահատել Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի պետական այցը Չինաստան։ Նա հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցությունների արդյունքում կարևոր փոխըմբռնումների են հասել կայուն տնտեսական եւ առևտրային կապերը պահպանելու, տարբեր ոլորտներում գործակցություններն ընդլայնելու եւ միմյանց մտահոգությունները պատշաճ կերպով լուծելու վերաբերյալ։ Այս այցը պատմական է։ Միասին մենք հաստատեցինք կառուցողական, ռազմավարական եւ կայուն Չինաստան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ հարաբերություններ ունենալու նոր դիրքորոշումը։ Այցն օգտակար էր նաեւ փոխըմբռնման խթանման, միմյանց նկատմամբ վստահության խորացման եւ երկու երկրների ժողովուրդների բարեկեցության մակարդակի ավելացման տեսանկյունից։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին ընտրության հնարավորություն է տվել գնալ գործարքի կամ ենթարկվել լիակատար ոչնչացման եւ ինչպես Թրամփն է նշել, ինքը երկրորդ տարբերակի կողմնակիցը չէ։ Նրանք կարող են կնքել գործարք կամ կկործանվեն, ընդգծել է Թրամփը ու հավելել, որ ի սկզբանե ինքը որոշել էր դադարեցնել հարվածները իրանական տարածքներին բացառապես այն պետությունների խնդրանքներով, որոնք լավ հարաբերություններ են պահպանում Թեհրանի հետ։ Իսկ ավելի ուշ Թրամփը հայտնեց, որ Միացյալ Նահանգները կշարունակի Իրանի դեմ ռազմական գործողության իրականացումը։ Արմավիրում նախորդ տարիների ընթացքում հիմնվել է 6000 հեկտար ինտենսիվ այգի։ Մարզի ընտրողների հետ հանդիպմանը նման վիճակագրությունն այսօր ներկայացրեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքացիների հետ շփման ընթացքում նա շեշտեց, որ չափազանց կարևորում է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված այս ձեռքբերումը, քանի որ սա եւ արտահանման ռեսուրսի ավելացման եւ հավելյալ աշխատատեղերի ստեղծման մասին է խոսում։ Վկայում նախորդ տարիներին նոր գյուղտեխնիկայի ձեռքբերման եւ ագրոբիզնեսի զարգացման ուղղությամբ իրականացված էական աշխատանքների մասին։ Մենք Հայաստանի գյուղատնտեսության անցումը մեր իմացածից դեպի ինտենսիվ պետք է մեծագույն տեմպերով շարունակվի։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորության տեխնացուի դիտարկմամբ այս նպատակին հասնելու համար շատ կարևոր է ռոռոկման կայուն համակարգի արկայությունը։ Այդ իսկ պատճառով էլ առաջիկա տարիներին պետությունը ծրագրում է այդ ուղղությամբ զգալի ռեսուրսներ ներդնել, որպեսզի ռոռոկման ջրի խնդիրը հնարավորինս շատ բնակավայրերում ամբողջությամբ լուծվի։ Ջրի կառավարման ոլորտում հասնել բոլորովին նոր իրավիճակի եւ մենք գնալու ենք անպայման այս ճանապարհով, սկսած կաթիլային ռոռոկումից եւ շարունակած ջրամբարների կառուցում, շարունակած ջրի կառավարման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում։ Գյուղ ոլորտի զարգացման համար կարևոր է նաև կադրային բազան եւ կրթության համապատասխան մակարդակը։ Այս ոլորտում եւս կան ձեռքբերումներ։ Դրանում էլ կարելի է համոզվել գյուղերում դպրոցների նոր շենքերը ֆիքսելով։ Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորության տեխնացու Գագիկ Ծառուկյանն այս օրերին հանդիպումներ է անցկացրել Տավուշի մարզում, Նոյեմբերյանում եւ Բերդում։ Սահմանապահ բնակավայրերում քաղաքացիների հետ զրույցների ընթացքում քննարկել են անվտանգությանը, սոցիալական պայմաններին, աշխատատեղերի ստեղծմանն ու մարզի զարգացմանը վերաբերող հարցեր։ Ամենակարևորը խոսք եմ տալի հասանելիքի երկրի ժողովրդին, միայն հետևականը որ ճիշտ նպատակին հասնի, ճիշտ նպատակին ծառայի, որ մարդիկ դասկան։ Ես ոչ գումարի կարիք ունեմ, ոչ պաշտոնի կարիք ունեմ, Աստծու կամոք, ամեն ինչ հասել եմ աշխատանքով,
պետական պաշտոնի չեմ եղել։ Հանդիպումների ընթացքում բնակիչները բարձրաձայնել են ճանապարհների գյուղատնտեսության, սոցիալական աջակցության եւ երիտասարդների զբաղվածության հետ կապված խնդիրներ։ Տեխնատուն վստահեցրել է, որ պետական հոգատարությունն ու զարգացման ծրագրերը պետք է հասանելի լինեն ոչ միայն մայրաքաղաքում, այլև ամենահեռավոր սահմանամերձ բնակավայրերում։ Մենք պետք է կարողանանք մեր մեջ կուղենք, որ ամբողջ աշխարհը մեզ հարգի, որ մեր գործընկեր լինի, լավ դաշնակիցներ ունենանք, հնարավորություն տանք, սկսած ասենք ասելով, որ իրոք անհրաժեշտ է այսօր սառնաներ կառուցել։ Տավուշյան քարոզարշավի ընթացքում սահմանապահբնակիչներն էլ շեշտել են, որ այսօր կարևոր է ոչ միայն անվտանգությունը, այլև վստահությունը, որ իրենց համայնքներն ունենալու են զարգացման իրական հնարավորություն։ ԲՀԿ-ն խոստացել է, որ կձևավորի այդ վստահությունը իր ծրագրերով։ Շենգավիթը իր երբեմնի տնտեսական ակտիվությունը կորցրեց տարիների սխալ եւ թույլ քաղաքականության արդյունքում։ Այդ պատճառով էլ մայրաքաղաքի այս վարչականը այսօր Երևանի գործազրկության բարձր ցուցանիշներով աչքի ընկնող շրջաններից է։ Շենգավիթցիների հետ հանդիպմանը հայտարարում է Ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։ Քարոզարշավի 8-րդ օրը այստեղ բակից բակ շրջել են, հանդիպումներն ամփոփում են հավաքով։ Գործարանները պետք է վերաբացվեն ժամանակակից, նոր տեխնոլոգիաներով, հագեցած սարքավորումներով։ Կարապետյանի առաջարկին շենգավիթցիները արձագանքում են բուռն ծափերով։ Ինչու է Երևանցին այսքանի օրը մենք տեսնում ենք բոլոր եթերներով մերժում այսօրվա վարչապետին։ Այստեղ բոլորը հիշում են, թե դու ինչ ես ասել 5 տարի առաջ, ինչ ես ասել 10 տարի առաջ, ինչ ես ասել 20 տարի առաջ։ Երևանում դու չես կարող մի բան ասել, հետո ֆրացնել։ Որպեսզի ընտրողները հասկանան, թե Ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը մեր երկրին ինչպես է փոփոխություններ բերելու, ինչ է անելու ապագայում, Նարեկ Կարապետյանն առաջարկում է նախ տեսնել այն, ինչ նա արել է անցյալում։ Ուզում եմ, որ այդ համեմատությունը մարդիկ անեն։ Կարապետյանը չունենալով որևէ պարտավորություն իր հայրենիքի համար, իր գրպանից արել է մեծ բաներ, Փաշինյանը ստանալով պարգևավճարներ 2 մետր ասֆալտ է անում եւ ամեն օր դրա մասին ասում է։ Երկրի կառավարումը ստանձնելով Ուժեղ Հայաստան դաշինքը խոստանում է վերակառուցել Հայաստանի արդյունաբերությունը։ Հայաստան դաշինքը կողմ է լայնամասշտաբ շինարարությանը, սակայն համարում է, որ դրան զուգահեռ պետք է կառուցել ճանապարհներ, կամուրջներ, մետրո։ Հակառակ դեպքում ըստ դաշինքի անդամների Երևանը կյանքի համար անհնարին վայր կդառնա։ Ոչ մի նոր բան չի կառուցվել, բայց պարգևավճար լինի, ակադեմիական քաղաքի իրազեկման աշխատանք լինի, մետրոյի կայարանի նախագծի ծավալաթերթի աշխատանքներ լինեն, այդպես գումարները, մեր բոլորի գումարները այդ տրամաբանությամբ էլ ուղղակի վատնվում են։ Հայաստանը կարող է ունենալ ժամանակակից մարտունակ բանակ, որը ի վիճակի կլինի զսպել Ադրբեջանին։ Սա Հայաստան դաշինքի առաջնորդ երկրորդ նախագահի ձևակերպումն է։ Եվ սա ոչ թե ասում եմ նրա համար, որ մենք պետք է այդպիսի բանակ ունենալ sense պատերազմի համար։ Հենց բանակը պետք է ունենանք պատերազմ չունենալու համար։ Դաշինքը համարում է, որ Հայաստանը պետք է վերականգնի հարաբերությունները հապկ շրջանակում եւ ամրապնդի կապերը Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում։ Ըստ Քոչարյանի, բարդ տարածաշրջանում գտնվող փոքր երկրի համար մեծ սպառնալիք է պաշտպանական կառույցի մաս չլինելը։ Փոխանակ դու ճիշտ հարաբերություններ կառուցես հապկի ներսում եւ Ռուսաստանի հետ եւ այլ երկրների հետ, դու սաղ հետ համարը հարաբերությունները փչացրել ես։ Այո, պետք է վերականգնել այդ հարաբերությունները։ Եվ հապկի կենտրոնական այսպես պետությունը հապկը կառուցված է Ռուսաստանի շուրջ։ Քաղաքական գործչի ձևակերպմամբ հապկ շրջանակում հնարավոր էր մեծ արտոնություններով համալրել սպառազինությունը եւ շատ հարցեր ըստ Քոչարյանի կլուծվեին առանց գումարի։ Ֆրանսիական մի հրետանի են ցույց տվել, ֆրանսիական հրետանի, որը իրականում լավն է, լավ հրետանի է։ Մոտարապես գինը 5-6 միլիոն դոլար, մեկը ավտոշասիի վրա, անոնը Ցեզար, եթե չեմ սխալվում, դա են ցույց տվել, նմանատիպ զենք Ռուսաստանը ունի, որի գինը 2.5 միլիոն դոլար է։ Հիմա այդ Ցեզարի բանը կալիբրը 155 մմ է։ Այն զենքի կալիբրը 152, նույն հզորությունն է, հեռավորությունը նույնն է, ամեն ինչը նույնն է։
մեկը մյուսից երկու անգամ էժան, հապկի շրջանակներում կարելի էր շատ ավելի էժան վերցնել։ ԵՄ-ն կգա Հարավային Կովկաս։ Տեսանելի ապագայում ըստ Քոչարյանի դա անհնար է։ Նրա խոսքով Հայաստանը կարող է դառնալ եվրոպական երկիր չհավակնելով ԵՄ անդամակցությանը։ Աշխարհում լարված իրավիճակ է եւ այդ ֆոնին ըստ Քոչարյանի չպետք է ձգտել դեպի Եվրոպա, բացառացնելով հարաբերությունները Ռուսաստանի եւ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ։ Մայիսի 14-ին Զովունի Եղվար ճանապարհին բախվել են 45-ամյա Վահանի վարած երկաթով բարձված գազել բեռնատարը եւ 43-ամյա Գրիգորի Նիսսան Տիդան։ Մեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս, վարորդները վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնությանն են հասել քաղաքացիները եւ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության հավաք տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ օրվա պատասխանատու Կարլեն Բաղյանի գլխավորությամբ։ Մայիսի 14-ին Բենվեն Դավթաշեն վարչական շրջանում Աղաբաբյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել տան տարածքում տեղադրված երկաթեսյանը, կոտրել այն, ապա կոտրել ծառի մի հատված եւ կողաշրջված հայտնվել տան մուտքի դիմաց։ Բախվելով պատուհանին ու երկաթե դարպասին տուժածներ չկան։ Վարորդին առաջին օգնությանն են հասել վնասված տան բնակիչները եւ քաղաքացիները։ Ի դեպ վթարի պատճառը եղել է մեքենայի տեխնիկական անսարքությունը։ Վնասվել են նաև պատուհանը, ներսում եղած գույքի մեծ մասն է վնասվել, այդ թվում կահույքը, հեռուստացույցը եւ այլ իրեր։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ 1, 2, 2.5 մետր։ Այս 2.5 մետր քերած ասֆալտը փոսա ստեղծվել։ Եվ բավականին երկար ժամանակ է նոր Գեղի Եղվար ճանապարհի տարբեր հատվածներում ճանապարհաշինարարներն այդպես էլ գործը ավարտին չեն հասցրել։ Ասֆալտը հեռացրել են, իսկ հետո փոսալցում չեն արել, ինչն էլ վթարների պատճառ է դարձել։ Միայն մեկ օրվա ընթացքում 7 մեքենա է վնասվել, իսկ խնդիրը տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը պետք է վերացնի։ Էս ինչքան վաղտ է այս վիճակն է։ Ցերեկային ժամերին գոնե տեսնում են վարորդները, բայց մութը հենց ընկնում է, էլ չեն էլ տեսնում։ Մոտ 1 տարի է այն թափում արտակարգ վիճակ է, 5-րդ շարքի սեփական տների բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում, չգիտեն ինչ անել, խմելու ջրի խողովակը վնասվել է ու ջուրն աննպատակ հոսում է։ Ափսոս է Ժողովրդյան այս ջուրը։ Իսկ Մասիսի համայնքապետարան դիմել եք։ Ձեր Մասիսի մեջ չի մտնում։ Եկե տեսե ինչ են ասել։ Գոդե մարտաստները ջուրը չի բարձրամ հավայի փողոցով ծորում։ Կորումա։ Դիմել են Վիոլա ջրից եկել են փայտով վթարված մասը փակել ու այդքանով համարել իրենց գործը ավարտված, սակայն կարճ ժամանակ անց ջուրը նորից սկսել է դուրս գալ։ Վիոլա ջրից արդեն պատասխանել են, որ վնասված խողովակ չունեն, դա իրենց գործը չէ։ Նույն Արարատի մարզում լիքը բնակիչներ կան, որ խմելու ջրի խնդիր ունեն, օրերով, շաբաթներով, անգամ ամիսներով ջուր չեն ստանում, իսկ այստեղ մի տարի է խմելու ջուրը տեսեք, զուլալ ջուրը տեսեք ոնց է գնում կորում։ Վերջին անգամ երբ եք դիմել Վիոլա ջուր։ Երևի մի շաբաթ առաջ զանգել եմ թեժ։ Եվ ինչ են պատասխանել։ Ասում եմ մեր մոտ այդպես բան դեպք չկա ոք։ Բայց չեք ասում արեք նայեք տեսեք։ Ասել են շինարարների խնդիրն է, շինարարներն ասում են մերը չի, նոր ջրագիծ են։ Բնակիչներն ուզում են հասկանալ ով է պատասխանատվություն կրում այդքան մեծ ծավալի ջրի կորստի համար եւ ում ի վերջո պետք է դիմեն խնդիրը լուծելու համար։